Այսօր դերասան Հայկո Հովհաննիսյանի հրապարակումը էլ կանցնի մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում։ Այս կարճ, բայց հուզիչ արտահայտությունը շատերի կողմից ընկալվել է որպես մտորումների և ներքին ապրումների արտահայտություն։ Հետևորդների շրջանում սկսել են ակտիվ քննարկումներ այն մասին, թե արդյոք դերասանի անձնական կյանքում ամեն ինչ հանգիստ է։ Շատերը ենթադրել են, որ Հայկոն դժվար շրջանում է կապված իր սիրելիի դերասանուհի Անահիտ Մանուկյանի հետ հարաբերությունների փոփոխությունների հետ։ Նախկինում Հայկո Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը համարվում էին ամենագեղեցիկ ու համերաշխ զույգերից մեկը հայկական շոու բիզնեսում։ Նրանք հաճախ էին միասին լուսանկարվում, հրապարակում տեսանյութեր ու փոխանակվում ռոմանտիկ հաղորդագրություններով։ Անահիտը հաճախ ցույց էր տալիս Հայկոյի կողմից նվիրած ծաղիկներն ու անակնկալները, իսկ Հայկոն հրապարակում էր սիրով լի ուղերձներ, նշելով, թե որքան երջանիկ է։ Նրանց հարաբերությունները դարձան շատերի համար երազելի սիրո խորհրդանիշ։ Սակայն վերջին շրջանում փոխվել է այս ջերմ և համատեղ ներկայության բնույթը։ Անահիտ Մանուկյանն իր էջերում այլևս հրապարակում չի անում և ոչ մի համատեղ լուսանկար ու տեսանյութ ցույց չի տալիս։ Նա ցույց չի տալիս Հայկոյի նվիրած ծաղիկները, որոնք նախկինում հրապարակումների մշտական մաս էին։ Վերջին շրջանում նրա ինստագրամը լցված է միայն մասնագիտական լուսանկարներով կամ անձնական այլ գրառումներով, առանց որևէ ակնարկի Հայկոյի մասին։ Սա բնականաբար բորբոքել է խոսակցություններ բաժանման կամ լուրջ վեճի մասին։ Հայկոյի կարճ ու հուզիչ գրառումը, ըստ հետևորդների, գալիս է հենց այս փոփոխված հարաբերությունից։ Նրա հրապարակումը հնարավոր է խորհրդանշում է հիասթափություն, տխրություն կամ հույս, որ ամեն բան կվերադառնա իր հունի մեջ։ Ոմանք մեկնաբանել են քաջություն քեզ ամեն ինչ լավ կլինի, իսկ ուրիշները գրել են հույս ունենք դուք դեռ միասին եք, բայց ոչ Հայկոն, ոչ էլ Անահիտը դեռևս որևէ պարզաբանում չեն տվել։ Այս լռությունը, որը զուգորդվում է նշանավոր բացակայություններով և փոխված վարքագծով, ինքնին ավելացնում է լարվածությունն ու հետաքրքրությունը։ Գուցե զույգը պարզապես որոշել է իրենց հարաբերությունները փակ պահել իր դռների հետևում, բայց գուցե մենք ականատես ենք սիրավեպի ավարտի։ Նրանց երկրպագուներն ու հետևորդները շարունակում են սպասել հույսով, որ զույգը կվերադառնա նախկին ջերմ հարաբերություններին, իսկ մինչ այդ Հայկոյի խոսքերը էլ կանցնի հնչում են ինչպես անձնական ցավի ճանաչում, այնպես էլ որ հույս, որ ամեն ինչ դեռ կարող է լավանալ։ Դերասանուհի Անահիտ Մանուկյանն օրեր առաջ հրապարակվելով Ամալիա Հովհաննիսյանի Live Room հաղորդման շրջանակներում խոսել էր նաև իր ծնողների մասին, նշելով, որ իր ծնողներն աշխարհի ամենալավ ծնողներն են, բայց երբեք գոհ չեն եղել իրենից։ Օրինակ, երբ ես մի լավ գնահատական էի ստանում, մայրս երբեք չէր ասում ապրես, միշտ ասում էր՝ բա մյուսից ինչու չես ստացել։ Այն ժամանակ գոբելենի դասերի էի հաճախում, բերում ցույց էի տալիս աշխատանքներս, ասում էր՝ հա լավն է, բայց մյուս անգամ մի քիչ այսպես աշխատիր, այնպես արա։ Միշտ պահանջում էր ինձնից, ու մի օր, երբ արդեն մեծ էի, հարցրի, թե ինչու է այդպես եղել, ասաց, որովհետև ուզում էի տեսնել այս աղջկան, եթե այդպես չանեի, դու չէիր ձգտի։ Երևի ճիշտ է, երևի ինքս չէի տեսնում իմ այդ տեսակը, իմ ճանապարհը, իմ ինքնուրույն և ուժեղ կողմերը։ Միշտ սպասում էի, երբ են մաման ու պապան տուն գալու։ Ընտանիքով շատ դժվար շրջաններ ենք անցել, երբ դեռ փոքր էի, ծնողներս առավոտից մինչև ուշ գիշեր անդադար աշխատում էին։ Նրանք երբեք իմ և կրտսեր եղբորս կողքին չեն եղել։ Միշտ սպասում էի, երբ են մաման ու պապան գործից տուն գալու, բայց երբ նրանք գալիս էին, արդեն քնած էինք լինում։ Մենք ոչ տեսնում էինք նրանց աշխատանքի գնալը, ոչ վերադառնալը, ու այդպես եղբորս պահելու, տան հոգսերը հոգալու խնդիրները միշտ ինձ վրա են եղել շատ փոքր տարիքից։ 6 տարեկանից և ստիպված եմ եղել ինքնուրույն լինել, ուժեղ լինել, ինքս ինձ պաշտպանել։ Ուժեղ լինելու համախտանիշն ամբողջ կյանքում ուղեկցել է ինձ, բայց լինում է այնքան ես հոգնում այդ ուժեղ լինելուց, որ սպասում ես այն երանելի պահին թուլությունդ ինչ-որ մեկի մոտ գտնելու և գտնում ես ու սխալվում, այ դա է մեծ ցավ, բայց դրա ստոպը ես արդեն գիտեմ, վերջ, արդեն անցել եմ դրա միջով։ Հասկացա, ընկալեցի, որ եթե ինչ-որ մի բան լինում է մեզ հետ, պատահական չի լինում, նույնիսկ կորուստները։ Սիրել եմ ինքնամոռատ, սիրել եմ ինքս ինձ մի կողմ դնելով, ու դա եղել է փոխադարձ, բայց չափն անցնել պետք չէ։
ինչն արել ենք երկուսս, որի հետևանքով զգացմունքը վերածվում է հիվանդագին սիրո, միտքդ, հոգիդ, ներաշխարհդ սկսում են հիվանդանալ, դու կործանվում ես, այդտեղ ստոպը ճանաչել է պետք, իմ միակ իրական սերն է եղել, ոչ թե սիրահարվածություն, ոչ թե զգացողություն, այլ հենց սեր։ Դերասանուհին նշել է նաև, որ Արսենն իր կյանքի մեծագույն ուսուցիչն է եղել։ Շատ լավ մարդկային հարաբերությունների մեջ ենք հիմա, որովհետև երկուսս էլ հասուն մարդիկ ենք։ Ես և Հակոբը շատ լավ ընկերներ ենք, անկեղծ, մեր մեջ շատ մեծ հարգանք կա, սեր կա, շատ մեծ մարդկային կապ կա, բայց ասել սիրավեպ, հասկանում եմ մարդկանց, որովհետև մեր զույգն իրոք ստացվել է և դա ստիպում է դիտողին էկրանին տեսածը տեղափոխել իրական կյանք։ Ամեն դեպքում շատ ուրախ եմ, այնքան դրական արձագանք կա։